կոտորացուցիչ նախաճաշով ու սպասավորներով, որոնք կերանին ողջ պահլավան։ Մայրս կուզեր իմանալ ուր են գնում, բայց ողջ ճանապարհին լուռ մնաց։ Որ համարն եք ուզում, պարոն։ 588-ը խնդրում եմ։ Հիշում ես, մայրիկ, սրանից 30 տարի առաջ մենք ապրում էինք փողոցի մյուս ծայրին։ Մի օր անցնում էինք այս ցանկապատի առջևով այն վայրկյանին, երբ դուռը բացվեց, ասացիր նայիր Ազատ։ Մի քիչ նման է Ֆրանսիայից առաջ մեր ունեցած տանը։ Իհարկե, պարտեզը չհաշված։ Երբ ես հարցրի մերը ինչով էր առավել, սրանից ասացիր վարդեր։ Վարդեր անհամար շատ վարդեր կային, որոնց բուրմունքից գլխապտույտ էր առաջանում։ Այո, հիշում եմ։ Դա քո ընկերոջ նախաճասից վերադառնալիս էր։ Կարծեմ Ալեքսանդր Պաժեսի, ճիշտ է։ Այո, երկուսով քայլեցինք երկար, մինչև հասանք այնտեղ, որտեղից այն կողմ անհնար էր գնալ, ծովն էր։ Ասա ինձ, Ազատ, մենք ում տանն ենք։ Քո մայրիկ։ Մայրիկը իսկույն չհասկացավ, նրան ժամանակ էր պետք։ Ժամանակ էր պետք այս ամենը ընկալելու համար։ Նա մի քիչ ետ էր մնացել իրադարձություններից։ Ազատ, տեսնում ես, այսպիսի մի բան մեր բակում էլ կար։ Ճիշտ սրա նման, մեր տան առջև։ Բայց ասա ինձ, երբ այս պարտեզը դիտում էինք, չկային ոչ վարդերը, ոչ էլ այս շատրվանը։ 30 տարվա ընթացքում շատրվանը վարդերի նման բուսնեց։ 30 տարի հարկավոր եղավ մանկությանս երազը իրականացնելու համար։ Ինչ երկար տևեց 109 համարի տան մութ անկյունից մինչև 588 հասնել, որտեղ արաբի ոսկե շողերը ընկնում էին վարդերի վրա, ինչպես տանը, որ ունեինք Ֆրանսիա գալուց առաջ։ Նստիր, մայրիկ։ Ուրեմն ասել է այս ամենը քոնն է։ Ոչ մայրիկ, քոնն է։ Եթե ցանկանաս, Ադրիենը, Շարլոտը եւ ես, եթե մեզ հրավիրես, մերը կլինի։ Հասկանում ես, շատ կուզեի, որ հայրդ, Աննան և Գայանեն տեսնեին այն։ Երբ սկսեց շրթունքները սեղմել, դողը թաքցնելու համար հասկացա, որ ուզում է թաքցնել այտերից վայր գլորվող արցունքի մարգարետանման կաթիլները, այդպես ես դուրս եկա սենյակից իմը թաքցնելու համար։ Օրիորդ Անահիտ, ձեզ եմ վստահում մեր մյուս օրիորդին, կարող եք հանգիստ լինել, խոստանում եմ, ցտեսություն, ցտեսություն։ Ազատ, նույնիսկ չնախաճաշեցիր, օդանավի մեջ, մայրիկ։ Եվ շուտ կվերադառնամ, մայրիկ։
իրավացիից։ Իմ տարիքում պետք չէ ինձ երկար մենակ թողնել։ Գիտես չէ, ձեր մարդիկ ինչ անակնկալներ կարող են մատուցել։ Ոչ, հաջորդ անակնկալը մենք ենք պատրաստվում քեզ մատուցել։ Շարլոտ, Ադրիանը եւ ես, մեծ արձակուրդներ այստեղ ենք անցկացնելու քեզ հետ քո գեղեցիկ տանը։ Հնարավոր է, որ օրիորդ ածխիկն մեզ հետ լինի։ Հայրենի ուսուցչուհին, եթե ցանկանա, եթե ազատ լինի, շատ լավ կլինի։ Ինչ կուզես բերեմ քեզ համար։ Ձեզ։ Իսկ մինչ այդ ես վարդեր ունեմ։ Կյանքիդ մայրամուտի այս օրերից իմ ծանր տարիների քաջ մայրի սիրտդ մաշված է շատ սիրելուց։ Ինչքան է մնացել քեզ ապրելու այս վարդերի մեջ։ Ազատ, փուլովերդ մոռացար։ Ես կրկին վերգտա մանկությունում ու պատանեկության այս մայրիկին, իր փուլովերով, որը ծածուկ խցկում էր իրենից մեջ վերջին վայրկյանին, կարծես պաշտպանելով ինձ երևակայական ցրտից։ Ահա մոտենում է ժամանակը, երբ մի գիշեր աշխարհի մի որևէ ծայրում ցավոք սրտի գիշերային մի տհաճ ձայն ինձ հեռախոսով կասի. վերադարձեք պարոն, ձեր մայրը լավ չի զգում։ Այդ ժամանակ, այդ պահից սկսած ես կհասկանամ, որ այլևս ոչ ինձ չի առաջարկի այդ փուլովերը, որն ինձ այդքան գրգռում էր, եւ հաստատ գիտեմ, որ այդ պահին ես իրոք կմրսեմ։ Տեքստը խմբագրեց եւ կարդաց Արտավազդ Եղոյանը։ Երևան 1995 թվական։